Այսօրվա իմ թեման սիրելիներս երկար մտածեցի, վերջ այսպես վերնագրեցի, մի քիչ կարճ եմ արել։ Օրիգինալ Աստծո չկեղծված որդիներ։ Ես այսօր ուզում եմ մի փոքր խոսամ մեր յուրահատկությունների մասին, մեր ով լինելու մասին ու ինչպես ապրենք, որ հանկարծ մեր օրիգինալությունը, մեր յուրահատկությունը չկորցնենք, որ կարողանանք անենք այն, ինչի համար որ մենք ծնված ենք, ինչի համար որ մենք ստեղծված ենք։ Ուզում եմ սկսեմ Ծննդոց գրքից։ Եկեք բացենք Ծննդոց 1:26-ը։ Աստված ստեղծեց երկիրը, Աստված լցրեց երկիրը, ամեն անվանումները, ամեն ինչը, ու հետո գիտեք ինչա 26-րդ խոսքում ասվում, եւ Աստված ասեց. մեր պատկերով, մեր նմանության պես մարդ շինենք։ Այսինքն Աստված որոշեց ստեղծի։ Աստված որոշեց ստեղծի մեկին իր նմանությամբ։ Գիտեք, դա միայն տեսքի մասին չի խոսում, այսինքն իր բնավորությամբ։ Ինչի համար, որպեսզի կարողանա իրեն արտացոլի երկրում։ Աստծուն պետք էր մեկին ստեղծեր իր նմանությամբ, որպեսզի ցույց տար իր բնավորությունը, որպեսզի ցույց տար իր սերը։ Ու հետո մի քիչ առաջ որ գնում ենք, ինչ է անում, հետո Աստված գալիս է ու Ադամին եւ Եվային, գիտեք ինչ է ասում։ Ասում է. ապրիր եւ լցրու երկիրը, իշխիր եւ լցրու երկիրը։ Այսինքն Աստված ստեղծում է, արարում է ամեն ինչ, ու հետո Եվային ու Ադամին ինչ է անում, ասում է. իշխիր, տիրիր, լցրու, թույլ է տալի իր ստեղծագործության վրա իշխելու, իր ստեղծագործությունը արարելու ու լցնելու։ Հետո որ առաջանում ենք, գիտեք ինչ է ասում Աստված, ասում է. Ադամ, ստեղ կա մի հատ ծառ, որ նրան պետքա ձեռ չտաս։ Դա գիտեք ինչի նշան է։ Աստված տվեց ազատ կամք Ադամին։ Աստված չի ասում. գիտես, հանկարծ չանես։ Աստված ազատ է թողում Ադամին, կամք է տալի Ադամին։ Այսօր հիմա որ սենց նայում ենք, գիտեք, Աստված ստեղծեց մեզ, սիրելիներս։ Աստված ստեղծել է մեզ նպատակով, որպեսզի մենք ինչ անենք, լցնենք ու տիրենք երկիրը։ Ու մեզ տվել է ազատ կամք։ Գիտեք, երբ որ մեկը ինչ որ մի բան արտադրում է, երբ որ ինչ որ մի բան ստեղծում է, շատ հաճախ նրա հետ գիրք են տալի, չէ՞։ Տեսել եք, որ մի բան առնում եք, մի հատ տեխնիկա, մի բան իր հետ այսպես հաստ գրքեր են տալի։ Ու դրա մեջ ինչ է գրված, ինչպես է նա սարքվել, ինչ բաղադրություն ունի, չէ՞։ Շատ հաճախ ինչպես պահես նրան, ինչ կնոպկի հետ, եթե դա տեխնիկա է, որ կնոպկեն, ինչ գործողություն է կատարում։ Նույնը Աստված ստեղծեց մարդուն, Աստված ստեղծեց մեզ ու տվեց իր խոսքը, ու տվեց Աստվածաշունչը, որպեսզի դու կարողանաս ճիշտ պահես, ճիշտ օգտագործես ու ունենաս քո ճիշտ դիրքը այս կյանքում։ Ու ի՞նչ է քո ճիշտ դիրքը, ինչի համար ես դու ստեղծված այսօր, սիրելիս, որպեսզի արտացոլես իրեն, որպեսզի դու ցույց տաս Աստծո բնավորությունը երկրի վրա, որպեսզի դու լինես Աստծո ոտքերը երկրի վրա։ Ու հետո երբ որ առաջ ենք գնում, գիտեք, նա տվեց ազատ կամք։ Նա տվեց ազատ կամք ամեն ինչում, նա չբռնացավ։ Երբ որ մի քիչ առաջ ենք գնում Հեսու գրքում, գիտեք ինչ ասում, ընտրի ումն ես ծառայում։ Անկամ Աստված ընտրելու մեջ ինքը թույլ տվեց, դու ինքդ ընտրես ումը ծառայես։ Աստված բռնություն չի անում։ Գնում ենք Հայտնություն, Հիսուսը գիտեք ինչ ասում, Հայտնության գրքում ասում է. դռան առաջ կանգնած թակում եմ դուռը, ով բացի։ Աստված տվել է ազատ կյանք, բայց դա չի նշանակում, սիրելիս, որ այսօր ամեն ազատության մեջ կա իր կանոնները։ Եթե այսօր մեքենան իմն է ու ես ղեկին եմ, ես չեմ ասում իմ մեքենան է, ոնց կուզեմ կքշեմ։ Կան կանոններ, որ ես սպահում եմ իմ պաշտպանելու համար։ Ինչքան էլ ես ճիշտ եմ, ինչքան էլ, բայց եթե տենում եմ վտանգը, ես կանգ եմ առնում։ Նույն այսօր, սիրելիս, ինչքան էլ դու ազատ հոգևոր ես, միևնույն է, դու ունես կանոններ, որ պետքա պահես, քեզ չվնասելու։ Գիտեք, Աստվածաշունչը ամեն ժամանակների համար է։ Աստծո խոսքը քեզ ճիշտ պահելու համար է ու ամեն ժամանակների համար է։ Ու այն ուխտը, որ եղել է Հակոբոսի հետ, այն ուխտը, որ եղել է Աբրահամի հետ, այն ուխտը, որ եղել է Դավիթի հետ, այդ ուխտը, որ եղել է Հիսուսի հետ, այդ ուխտը այսօր քո հետ է։
Ինչու դու չես օգտվում այդ ուխտից։ Ինչի մենք չօգտվենք այդ ուխտից։ Գիտեք ինչու չէ, չենք օգտվում, որովհետև չենք ճանաչում մեր Աստծուն, որ շատ հաճախ մենք չենք օգտվում, որովհետև չենք ճանաչում մեր Աստծուն։ Իսկ Աստվածաճանաչությունը գալիս է Աստվածաշնչից, սիրելիներս։ Ամեն։ Ու այսօր թեմաս ուզում եմ շարունակեմ այսպես, որ գիտեք, ամեն ինչ լավ էր, Եվան, Ադամը շրջում էին, Աստված նրանց հետ գրված է գրքում, որ նրանց հետ շրջում էր ու գալիս է ինչ։ Գալիս է օձը, Սատանան օձի միջոցով ու ինչ ասում, գիտեք ինչ ասում։ Իսկապես ես այդտեղ ուզում եմ կարդանք Ծննդոց 3-ի 1-ը։ Այսօրվա իմ թեման հենց սրա վրա է հիմնված։ Եվ օձը ավելի խորամանկ էր, քան թե դաշտի բոլոր գազանները, որ Եհովա Աստվածը ստեղծել էր, եւ կնոջը ասեց. Իրավ, իրոք, ուրիշտեղ գրած է արդյոք, գիտեք, այնքան հետաքրքիր է, նույն ձեռագիրը այսօր։ Եվան շրջում Աստծո հետ, Եվային հետաքրքիր է Աստծո հետ, Ադամին հետաքրքիր է, իրանք իշխում են, իրանք տիրում են, իրանք զորանում են, ու մեկ էլ գալիս է, իրոք, նույնը քո կյանքում, գալիս ես եկեղեցի, գալիս ես ապաշխարում ես, Սուրբ Հոգին սկսում է քեզ խոսել, սկսում է Սուրբ Հոգուն ճանաչել ուրախություն ու մեկ էլ գալիս է նույն ձեռագիրը, իրոք, իսկապես, բահլես հարցը, ամենաառաջի կեղծիքը, որ Սատանան բերում է Եվային, գիտեք որ նա իրոք Աստված ասաց, այսինքն բերում է կասկածանք Աստծո խոսքի հանդեպ, քիչ հետո որ գնում ես Հիսուսին նորից նույն ձևի ասում է, ախր գրված է, չէ որ գրքում գրված է Հիսուս հետ 40 օր անապատում Աստծո հետ շրջելուց հետո գալիս է Սատանան ու ինչ է ասում, գրված է, դու նորից կասկածանքի է դնում ու նորից կասկածանքի է դնում Աստծո խոսքը, ախր գրված է, նույնը մեր կյանքերում սիրելիներս, ամեն բան նորմալ, քայլում ենք, շրջում ենք Աստծո հետ ու մեկ էլ գալիս է, իսկապես այսպես է գրված, իսկապես ինչի համար, գիտեք ինչի, որպեսզի կեղծի Աստծո ստեղծագործությունը, ինչի այդ ամեն ինչը ինքը անում, որովհետև ինքը չգիտի ստեղծագործել, ինքը չգիտի արարել, իրան մնում է մենակ կեղծել, ստեղծագործությունը վերցնել ու փոխել, Աստված դրեց մարդուն ու ասեց իշխիր, իսկ ինքը գալիս է ու ինչ է ասում, ստրուկ կլինես, ինչ իշխելու մասին է խոսքը, Աստված տալիս է սեր, ինքը եկել է ինչի է վերածես սերը, ատելության, քայլում ես անկապ, անծանոթ մարդը կարա քեզ ատի, նայում ես ոնց է մարդը մարդուն ատում, նույն ձեռագիրն է, նույն կեղծիքն է, բայց սիրելիներս մենք այնքան արթուն պետք է լինենք եկեղեցով, որ թույլ չտանք, որ այդ կեղծիքը մտնի մեր եկեղեցին։ Ամեն։ Ես տնային ավակների համար ունեմ ստեղ առանձնացրած կետեր, որ սերը փոխում է ատելության, խաղաղության փոխարեն բերում է վախ Սատանան, Հիսուսը ասեց կյանք կունենաք հավիտենական, բայց հիմա որ նայում ես ամեն քայլափոխին մահա, գողանումը, բերում է իր կեղծիքը, որ քեզ գցի անորոշության մեջ սիրելիս։ Ինձ մենակ մի բան է հետաքրքիր, Եվան դրանից հետո չկանգնեց, ասեց. լսի, Սատանա, վախի Աստծուց խելացի չդառա։ Վախի։ Կերա, հա։ Գալիս է մահ, սիրելիս։ Դու սկսում ես առանձնանալ։ Այդ իսկապես արդյոք բառը քեզ տանում է անորոշություն։ Գիտեք ամենահաղթահարելի մարդը ով է, ով որ անորոշության մեջ է։ Գիտեք ինչքան դժվար է սпасել մի բանի, եթե դու անորոշ ես։ Գիտեք ինչքան հեշտ է, երբ որ քեզ ասեն 4 տարի հետո այսինչ լավ բանը կլինի։ Դու կսպասես, դու երբեք չես հանձնվի։ Դու ժամեր կհաշվես, բայց դու կսպասես, բայց որ դու անորոշության մեջ ես, դու չգիտես ինչա լինելու վաղը, դա սպանում է քեզ։ Սա ում ձեռագիրն է, Սատանայի, բերում է կասկած, իսկապես, որ քեզ առանձնացնի, որ քեզ գցի անորոշության մեջ ու ինչ անի, կյանքի փոխարեն մահացնի քեզ։ Ինչ է լինում բաժանությունները, նույն հարցից,
ճիշտ ասեց ամուսինդ, որ տղերքի հետ է։ Ու գալիս է կասկածանք։ Ինչից է գալի ընկերը ընկերոջ հանդեպ։ Կասկածանք, մտերմության ժամանակ։ Ինչու չֆռամ ու ես չպտտվեմ ու չհարցնեմ։ Ինչու Եվան չասեց, սպասի հլը, ես Աստծո հետ շատ մոտ եմ, Աստվածին, ճիշտ է, հնարավոր է, որ ես այդ խնձորից ուտեմ ու քեզանից գիտուն լինեմ, հա? Չէ՞ որ ինքը մտերիմ էր Աստծո հետ։ Ինչու մենք այդպես չվարվենք, սիրելիներս, չէ՞ որ մենք Աստծո բնավորության մարդիկ ենք երկրի վրա։ Ինչու ես այսօր չկանգնեմ, ասեմ, սիրելի ավակ, բայց ճիշտ էր, որ դու սենց ասեցիր, կարողա մի քիչ չափազանցրեցիր, ինձ էլ նեղացրեցիր։ Ու ինքը գա ինձի փաթաթվի ասի կներես, չեմ ուզել այտենց ասեմ, սենց եմ ասել։ Ու չանցնի ամեն բան։ Ինչու։ Եկեք սիրելիներս, արթուն լինենք, ասում է, դեմ կանգնեք եւ նա կփախչի ձեզանից։ Ինչ արեց Հիսուսը։ Դեմ կանգնեց, ասես լսի սատանա։ Դեն գնա։ Իմ Աստծո խոսքը խոսք է, անփոփոխ է։ Ամեն։ Սատանայի ամենաառաջին նպատակը, որպեսզի կեղծի ու կասկածանք բերի Աստծո խոսքի հանդեպ։ Ու գիտեք, ամեն արտադրանք, եթե դու ճիշտ ես օգտագործում, նա շատ ճիշտ է ծառայում քեզ։ Նա շատ երկար է քեզ ծառայում։ Շատ անգամ մենք վերցնում ենք կնոպկաները ոչ ճիշտ սխվում ենք զամիկանի, չգիտեմ ոնց է դա կոչվում հայերեն։ Փչացնում ենք ապրանքը, հետո ասում ենք, վայ քո արտադրողի, ես ինչ վատ ֆիրմա էր, ես բոշ ֆիրմա։ Չէ, սիրելիս, դու սխալ օգտագործեցիր։ Շատ անգամ նայում ես մարդ մահանում ա ու բոլորը, վայ Աստված ջան, ես խիմացա։ Ախր դու սխալ օգտագործեցիր քո կյանքը։ Ախր դու էիր սխալը։ Ամեն։ Դրա համար սիրելիներս, եթե ուզում ես երկար կատարես քո ֆունկցիան երկրի վրա դա Աստծո բնավորություն արտացոլելն է, քո ֆունկցիան երկրի վրա դա Աստծուն ցույց տալն է։ Ոյ, ես չեմ կարողանում իրա նման սվետիկի նման երգեմ։ Շատ բարի, որովհետև դու յուրահատուկ ես։ Դու չես կարողանում իմ նման աղոթել, որովհետև դու յուրահատուկ ես։ Որովհետև դու չունես նույն մատնահետքը, ինչ որ ես ունեմ։ Որովհետև դու ավելի լավն ես անում, քան ես եմ անում։ Պետք չի մեկս մեկին նմանվենք, սիրելիներս։ Ամեն բան գին ունի այն ժամանակ, երբ որ ճիշտ է օգտագործվում ու տեղին է օգտագործվում։ Եթե ես հիմա մոմ բերեմ վառեմ ստեղ, նա ուղղակի մանրուք է մեր համար։ Բայց եթե մութ լինի ու մենք մոմ վառենք, դա մեր համար փրկություն է։ Ինչի է մեզ անհրաժեշտ արևը, երբ որ 40 աստիճան ջերմություն է։ Ոչ մեկիս պետք չի վերարկում, երբ որ 40 աստիճան է։ Բայց երբ որ ձմեռ է, վերարկուն ինձ հարմար է, ինձ անհրաժեշտ է։ Դու անհրաժեշտ ես, երբ որ դու քո ճիշտ տեղում ու քո ճիշտ ժամանակում ես օգտագործում, սիրելիս։ Երբ որ դու չես փորձում ինչ որ մեկի ֆունկցիան կատարել, երբ որ դու քոնն ես կատարում, սիրելիս։ Ամեն, մենք յուրահատուկ ենք, մենք գեղեցիկ ենք, որովհետև մենք Աստծո ստեղծագործությունն ենք։ Թող հələ մեկը փորձի մեր երեխուն մի բան ասի, իսկ դու այսօր կարող ես կանգնել ու Աստծո ստեղծագործությանը վարքաբեկել։ Ես չեմ ուզում, որ մեր եկեղեցի մտնի դա։ Ես չեմ ուզում, որ այդ կեղծիքը սատանան, որ վերցրե ամեն ինչը փոխում է, դա մտնի մեր եկեղեցի։ Դա կարա լինի մեր հարաբերությունների մեջ։ Մայրը, որդին կորցնում է մոր հանդեպ իր սերը, ինչի, որտեվ գալիս է կասկածանք, քեզ է սիրում քո մաման, փող ուզեցիր չտվեց։ Ու բերում այդ կասկածանքը ու տանում է ինչ անում, սպանում է։ Ես չեմ ուզում, որ դա մտնի մեր եկեղեցին, սիրելիս։ Մենք պետք է արթուն լինենք, դեմ կանգնենք, երբ, ոնց, երբ որ ունենանք Աստվածաշունչը։ Դա մեզ տրված է ճիշտ ապրելու համար, ճիշտ օգտագործելու համար, որպեսզի կարողանանք երկար պահպանենք մեր որակը։ Տեսել եք հագուստի վրա, որ գրած է, քանի աստիճանի տակ լվանաս, որ չկորցնի իր որակը։ Նույնը Աստվածաշնչում գրված է, ոնց ապրես, որ չկորցնես քո որակը, սիրելիս։ Ամեն։ Ամեն, Փառք Հիսուսին։ Այո։ Ու ուզում եմ խոսենք, որ մենք նպատակով ենք ստեղծված, սիրելիներս։ Մենք Աստծո նմանությամբ ենք ստեղծված, Աստծո բնավորությամբ ենք ստեղծված ու նաև մենք կոչվել ենք նրա որդիները։
Սատանան ուզում է սիրելիս անհավատություն բերի մեր կյանք, որպեսզի մենք զրկվենք շատ բաներից, շատ հնարավորություններից մենք զրկվենք։ Նա միշտ վազում է ցույց տալու քո անհավասարությունը քո կողքինի հանդեպ։ Մենք շատ զգուշ պետք է լինենք։ Ես անհավասար չեմ կողքինիս հանդեպ։ Ես յուրահատուկ եմ։ Ամեն։ Մեզանից ոչ մեկը ոչ բարձր է, ոչ մեկը ոչ ցածր է։ Աստված մեր դիրք է տվել, ու քիչ հետո կկարդանք այդ տեղը, որ ասում է դուք որդիներ եք։ Բոլորս ենք, ու ասում է չկա հույն, չկա հրյա, չկա էգ, չկա արու, բոլորը Աստծո որդիներն են։ Մենք հավասար ենք ու մենք յուրահատուկ ենք, սիրելիս։ Խոսքը ստանում ենք, վառվում ենք, Փառք Հիսուսին զորանում ենք, որ ինչ անենք, իրար հետ սպորվենք, չէ։ Ասում է ձեզ զորության հոգի կտամ քարոզելու, գնացեք եւ իշխանությամբ քարոզեք։ Ոչ թե ասում է, Սուրբ Հոգին էս խոսքը բացեց, էսի հաստատ նրա համար է, որպեսզի ես գնամ ու սպորվեմ։ Ոչ, սիրելիս, ես դիրք ունեմ, ես որդի եմ։ Ու նույնը իմ կողքինը որդի է, նա էլ դիրք ունի Աստծո առաջ։ Ամեն։ Շատ զգուշ պետք է լինենք, որպեսզի մեր յուրահատկությունները մենք չկորցնենք, որպեսզի ինչ էլ որ լինի, կեղծիքը չգա ու չփոխի մեզ, սիրելիներս։ Ոչ մի դիրք չպետք է, ինչքան էլ դու այսօր ուզենաս օրիգինալը կեղծես, ինչքան էլ գեղեցիկ ամեն ձևով կեղծես, ինչքան էլ մեծ աշխատանք տանես, միևնույնն է, օրիգինալը մնում է օրիգինալ։ Ինչքան էլ ես Samsung-ի Android-ի iOS-ները փոխեմ, միևնույնն է, նա այնպես չի աշխատելու, ոնց որ աշխատում էր, սիրելիս։ Դրա համար շատ լավ է, որ դու մնաս Աստծո բնավորությամբ, ոնց որ կաս, ու իմանաս քո դիրքը։ Ես Աստծո որդի եմ, ես յուրահատուկ որդի եմ։ Ամեն։ Հռոմեացիս 8:14-ը կկարդամ, որովհետև որոնք որ Աստծո հոգով են վարվում, նրանք Աստծո որդիներ են։ Նրանք Աստծո որդիներ են, որովհետև դուք ծառայության հոգի չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգի առաք, որով աղաղակում եք Աբա Հայր։ Մենք որդիներ ենք, Գաղատացիս 3:26-ը կկարդամ, որովհետև ամենքդ Աստծո որդի եք Քրիստոս Հիսուսի հավատքովը, եւ առաջին Հովհաննես 3:1։ Տեսեք, թե Հայն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդի կոչվենք, ու հետո, քիչ հետո, որ շարունակում ենք, սիրելիներս, հիմա Աստծո որդի եք, տակավին հայտնված չէ, թե ինչ պետք է լինի, բայց գիտենք, երբ որ նա կհայտնվի, նրան նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է։ Ամեն։ Գիտեք, ինչ տարբերություն։ Եթե կհիշեք, հովիվը շատ հետաքրքիր էր բացատրում անցած քարոզին։ Ինչ տարբերություն ստրուկի ու որդիների մեջ։ Գիտեք, ինչ տարբերություն։ Որդին վայելում է, իսկ ստրուկը երազում է։ Որդին նստում է ճոխ ավտոն ու քշում գնում է, իսկ ստրուկը նայում ասում է երանի։ Որդին սիրում է իր հորը, ասում է հայր դու արժանի ես, որ այսօր ես քո համար սա անեմ։ Իսկ ծառան, գիտեք ինչ ասում, անեմ, որ էլի չխոսան, անեմ, որ աշխատավարձս չկտրեն։ Սիրելիներս, մեզ համար կա ուխտ, մեզ համար կա կանչվածություն, մենք Աստծո որդիներն ենք, մենք յուրահատուկ ստեղծված, յուրահատուկ Աստծո յուրահատուկ որդիներն ենք։ Եկեք վայելենք այն ինչ որ մեզ է տրված, սիրելիներս։ Մի հատ օրինակ եմ ուզում հիշեմ, մի մարդ է լինում, նա այնքան է երազում նավահանգստության գնալ, իր ամբողջ գումարը հավաքում աշխատավարձը, ու մի օր առնում է տոմսերը, նստում է նավը ու գնում է։ Հետո որ անցնում է 7 օրը գալիս է որ իշնի, նրան հարց են տալի, ասում են ձեզ դուր եկավ, ասում է հա շատ, սա իմ երազանքն էր, ես կատարեցի։ Նրան հարցում են, ասում են կներեք, իսկ ինչու դուք չէիք օգտվում մեր ռեստորաններից, ինչու երբեք չիչակ բար հյութ խմելու, ինչու երբեք չէիք իջնում ես հետ ճաշելու։ Գիտեք նա ինչ ասում, գիտեք, ես իմ ամբողջ աշխատավարձը հավաքել էի ու մենակ տոմսերին հերիքեց իմ գումարը։ Ու նրան գիտեք ինչ են պատասխանում, բայց գիտես սիրելիս, ամեն ինչը ներառյալ էր տոմսերի մեջ։ Այսօր եկեք ընենց ապրենք, որ ամեն ինչ ներառյալ է, մեզ ամեն ինչ տված է,
Այդ ուխտը, որ Հիսուսի հետ էր, այդ ուխտը, որ Դավիթի հետ էր, այդ ամեն մի կետը մեզ է պատկանում։ Եկեք վայելենք, եկեք ապրենք, որ այնպես չլինի գանք երկինք ու ասենք հայր, բայց խի սենց եղավ։ Հայր, բա դու ինձ ասել էիր, որ ուրախություն կա քո տան մեջ, բա ես խի չտեսա այդ ուրախությունը։ Ու հայրը ասի, ախր բա սենց պետքա լիներ։ Ախր բա այս կետից պետքա այս կետը գնայր։ Մի ուրիշ օրինակ էլ կա շատ հետաքրքիր, երբ որ կարդում ենք Դավիթ թագավորը ինքը ուխտ է կապում Հովնաթանի հետ, Սավուղի որդի Հովնաթանի հետ։ Ու գիտեք, բնաջինջ են անում, կռիվ է լինում, դա երրորդ թագավորացում է գրված, բոլորը մահանում են ու Դավիթը գիտեք ինչ ասում իր ծառաներին։ Չկա արդյոք մեկը, որ մնացել է Դավթի ցեղից։ Ու նրանք գիտեք ինչ են ասում։ Ասում են կա։ Անապատում մի հատ հաշմանդամ կա։ Ու դուրս է գալի, դա գիտեք ով է լինում։ Հովնաթանի որդին, ժառանգորդ։ Որովհետև երբ որ Դավիթը ուխտ էր կապում, գիտեք ինչ էր ասում էր, քո թշնամին իմ թշնամին է։ Քո սերունդի թշնամին իմ սերունդի թշնամին է, Հովնաթան։ Ու դուրս է գալի ոնց որդի Հովնաթանի որդի ժառանգորդ թագավոր որտեղ է հաշվանդամ լինելով անապատում յոլայա գնում նմանա մեր կյանքին ես հոգևորի մասին եմ խոսում ես նյութականի մասին չեմ խոսում Աստված քեզ բերել է իր տան մեջ քեզ որդի է կոչել որպեսզի դու ժառանգորդ լինես որպեսզի դու նրա գործը կատարես ու վայելես ուրախությամբ իսկ դու բայց ոնց, բայց ժամանակ չկա, բայց աշխատանքը, բայց դու որդի ես, այդ քո ֆունկցիան կատարի, սիրելիս, կատարի քո ով լինելուն դիրքը ձեռք բեր, ու հետո կգա մնացածը, ամեն, Գաղատացիներ 4:7, ուրեմն այլևս ծառա չենք, այլ որդի, եթե որդի ենք, ապա Աստծո ժառանգ ենք Քրիստոսով, Սիրելիներս, ով Աստված, ամենակարողը, ով Աստված, ամենակարող ստեղծագործը, այսօր ինքը ուզում է քեզ մեջ ստեղծագործի, քեզ մեջ յուրահատկություններով, քո յուրահատուկ լինելով ուզում է ստեղծագործություններ անի, ինչ ես դու անում, ինչ ես դու թույլ տալի, որ կեղծիքը գա քո մեջ ու կեղծիք ես, ախր Աստված ուզում է, որ դու ժառանգես, դու ժառանգորդ ես, դու երկնքի ժառանգորդ ես սիրելիս, ոչ թե ծառա, այլ երկնքի ժառանգորդ։ Հովանես Ավետարանի 8-ում գրված է. ծառան չի մնում տան մեջ հավիտյան, իսկ որդին ապրում է սիրով եւ վստահությամբ։ Ապրիր Աստծո տան մեջ սիրով եւ վստահությամբ։ Թույլ մի տուր, որ սատանան գա իր արդյոք իսկապես, որպեսի ջնջի քո մեջ վստահությունը։ Գիտեք հետո ինչ վատ է լինում Եվայի ու Ադամի հետ։ Գիտեք ինչից են զրկվում։ Այն հնարավորությունից, որ իրանք Աստծո հետ ամեն օր հանդիպում են, իրանք կորցնում են այդ հնարավորությունը։ Այսօր ով կա, որ ես իրա պատճառով այդ իսկապես բարի պատճառով ընկնեմ կեղծիքի մեջ ու կորցնեմ իմ ու իմ Աստծո հարաբերությունները։ Ոչ մեկ սիրելիս։ Ոչ մեկ։ Վիրավորեցին քեզ, նեղացրեցին քեզ։ Դա սատանայի անվանումներն է։ Նա առանձնացրել է քեզ, գցել է անորոշության մեջ, հիմա էլ տես ինչ մեղք էիր դու, տես, մի փոքր ուզում էիր ուղակի սենց լիներ, սենց եղավ, դա սատանայի կեղծիքն է սիրելիս, մի մոռացի դու դիրք ունես, դու երկնքի ժառանգորդ ես, դու ամենակարող Աստծո որդին ես, ամեն, վայելի ամեն ինչ որ ներառյալ է կյանքի մեջ, դա քեզ է պատկանում, որ դու ցնծաս, երկնքի ժառանգորդն ես, ցնծաս։ Հալելույա։ Հռոմեացիներ թղթում գրված է, որ հոգին վկայում է իմ հոգում, որ մենք ժառանգներ ենք։ Ամեն, ո՞րն է մեր ժառանգությունը, սիրելիս, հավիտենական կյանք։ Ո՞րն է մեր ժառանգությունը, Աստծո հետ միասնությունը, երկինքը։ Արդյոք այսօր կա մի բան, որ արժանի է կանգնի իմ ու իմ Աստծո հավիտենականության մեջ, չկա ոչինչ սիրելիս։
Աստված մեր հետ է։ Իր խոսքն ասում է, իր որդիների հետ է, իր ժառանգների հետ է, որ մենք ինչ անենք, որ մենք հաղթենք, թե որ մենք քննադատենք, թե որ մենք բամբասենք, չէ, ասում է զորության հոգի կառնենք։ Ինչի համար, որպեսզի ավելի լավ սպորվեմ կողքինիս հետ, որպեսզի ապացուցեմ, չէ, սիրելիս, որպեսզի դեմ կանգնես սատանային ու նա փախչի քեզանից։ Ամեն։ Պետք է ամեն բան անենք, որպեսզի չկեղծենք Աստծո խոսքը, սիրելիներս։ Այն քրիստոնյա, որ կեղծում է Աստծո խոսքը, նա դառնում է ծառա, նա կորցնում է իր դիրքը Աստծո հանդեպ, իր ով լինելը Աստծո մեջ կորցնում է, երբ որ կեղծում է, երբ որ տրվում է այդ կեղծիքին, երբ որ օրիգինալը դարձնում է fake։ Գիտեք, այնքան հետաքրքիր է, էլի նորից վերադառնանք արտադրանքին։ Մեր Mercedes մեքենան երբ որ փչացել էր, մենք տանում էինք տարբեր տեղեր վերանորոգելու։ Ամեն տեղ վերանորոգելուց հետո գիտեք ինչ էին ասում, չէր աշխատում։ Գիտեք ինչ էին ասում, ամեն մասնիկ փոխելուց հետո ասում են պետք է տանեք սալոն Mercedes-ի արտադրողի մոտ, որ ինքը ձևակերպի, որ ինքը սկսվի ադապտացվել, որ ինքը սկսի աշխատել։ Այսինքն կար միակ գործողություն, որ պետք է աներ միայն արտադրողը։ Այսօր սիրելիս, ինչքան էլ քո սիրտը լիքը լինի, ինչքան էլ դու այսօր վազես քո հովիվի մոտ, ինչքան էլ վազես քո ավակի մոտ, ինչքան էլ վազես քո մոր մոտ, լացես, միևնույնն է, սիրելիս, կա արտադրողը, ում մոտ պետք է վազես, միայն նա գիտի տեղը, որտեղից քեզ կարող է ադապտացնել ու դու աշխատես։ Ամեն։ Միայն նա կարող է, քեզ արտադրողը կարող է վերականգնել քո դիրքը, քո ֆունկցիան, սիրելիս։ Ամեն։ Հալելույա։ Եվ վերջում, որ ուզում եմ ամփոփեմ, դա միգուցե շուտ վերջացրեցի, ես գիտեմ, ես արագ եմ խոսում։ Մի բան եմ ուզում ասեմ, սիրելիս, ուզում եմ ամփոփենք միասին։ Աստված ստեղծեց, Աստված արտադրեց, Աստված տվեց իր գիրքը, որպեսզի մենք մեզ երկար կարողանանք պահել, որպեսզի մենք կարողանանք մեզ ճիշտ պահենք, ու Աստված գրքի միջոցով մեզ խոստմունք տվեց, ու ասեց, որ դուք իմ որդիներն եք, որ դուք իմ ժառանգորդներն եք, որ մենք մեկս մեկի հետ չվիճենք, որ մենք մեկս մեկից բարձր չերևանք այսօր, այլ իմանանք, բոլորս մեկ ենք, բոլորս որդի ենք, ու գիտեք, որդի ցավ է ազգում ամեն անձի հանդեպ։ Ծառային միևնույն է այսօր, ով է վատ զգում իրան, ով է հիվանդ, բայց որդի ինքը ցավ ազգում, երբ որ տան ինչ որ մեկը հիվանդ է լինում։ Ու գիտեք, որդին է ժառանգը։ Դուք ժառանգներ եք։ Երբ որ նայում ենք հիմա աշխարհի կյանքին, ժառանգության համար ինչքան կռիվներ ա լինում, ինչքան մարդասպանություններ ա լինում ժառանգությունը ճիշտ չկիսելու պատճառով։ Մի բաց թող քո ժառանգությունը, սիրելիս։ Մի վաճառի քո ժառանգությունը, սիրելիս։ Մի հատ իսկապես իրոք թույլ մի տուր, որ այդ կեղծիքը գա քո կյանք։ Նայում ես մարդիկ այնքան միջամտումներ են անում, աղջիկներ այնքան միջամտումներ են անում իրանց կեղծելու, Աստծո ինչի համար։ Աստծո ստեղծագործությունը փչացնելու համար։ Դուք գիտեք չինացիներն են ֆեյք անողները, սատանան իրանցից ուժեղն է։ Ամենաուժեղ ֆեյք անողը սատանան է։ Եդեմից սկսեց կեղծել Աստծո խոսքը։ Ամեն։ Աստված ստեղծեց իր բնավորությամբ, իր նմանությամբ ու դիրք տվեց մեզ իր որդու միջոցով, երբ որ եկավ կեղծիքը, երբ որ մենք ընկանք, մեղանչեց Եվան, Ադամը մեղանչեցին, մենք ընկանք, Աստված վերականգնեց այդ դիրքը ու վերջում գիտեք ինչ է ասում, որդիներ եք, այսինքն երկնքի ժառանգորդներ, եկեք վայելենք մեր կյանքը, եկեք ճիշտ պահենք մեր դիրքը, ոնց Աստվածաշնչով, Աստվածաճանաչությամբ, ոչ թե մեկս մեկին սովորացնելով, այլ Աստծո խոսքը կարդալով, զորանալով ու դեմ կանգնելով։ Հաղթության հոգի ստացաք եւ կարող եք դեմ կանգնել ու նա կփախչի ձեզանից։ Ոչ թե հաղթության հոգի ստացա, այ հիմա
այսօր աղոթում էի, սենց խոսք եմ ստացի, արի ես քեզ հեսա կբացատրեմ, չէ, սիրելիս, դա քեզ համար էր, որ դու հաղթես, որ դու առաջ շարժվես։ Գիտեք, ինչքան էլ անձրևոտ է լինում եղանակը, ինչքան էլ արևոտ է լինում եղանակը, դու երբեք չես տրտնջում։ Դու չես ասում, այսօր չեմ գնա աշխատանքի, ոչ, դու ունես պայմանագիր, դու վազում ես, չես նայում եղանակին։ Դու ունես պայմանագիր սիրելիս Աստծո հետ։ Մենք ունենք ուխտ Աստծո հետ։ Ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ անձրևոտ ու արևոտ լինի, ես երկնքի ժառանգորդ եմ։ Ես թույլ չեմ տա, որ կեղծիքը գա ու ինձ կեղծի։ Ամեն։ Օրհնված ես սիրելիս։ Ամեն։ Հալելույա։ Կվերջացնեմ այսքանով իմ քարոզը։ Արմանին կփոխանցեմ միկրոֆոնը։